Մերձավոր Արևելքում սրվող հակամարտության 23-րդ օրվա տվյալներով ռմբակոծությունների արդյունքում ավելի քան 2100 երեխա սպանվել կամ վիրավորվել է։ Իրանում սպանվել է 206, Լիբանանում 118, Իսրայելում 4, Քուվեյթում էլ 1 երեխա։ Այս տվյալները հրապարակել է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Թեդ Չայբանը։ Ըստ միջին հաշվարկների ծոցի երկրներում օրական սպանվում կամ վիրավորում է ստանում 87 երեխա։ Զոհերին ու վիրավորներին զուգահեռ կան նաև տեղահանվածներ։ Իրանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչությունը գնահատում է, որ մինչև 3.200.000 մարդ տեղահանվել է, այդ թվում մինչև 850.000 երեխա։ Լիբանանում ավելի քան 1 միլիոն մարդ տեղահանված է, այդ թվում մոտ 370.000 երեխա։ Չայբանի խոսքով ողջ Մերձավոր Արևելքում շուրջ 44.8 միլիոն երեխա արդեն ապրում էր հակամարտությունից տուժած միջավայրում նախքան այս սրացումը։ Այժմ տեղի ունեցողի հետևանքները նրանց համար երկարատև կլինեն, հավելել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը։